Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-521 եւ հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ Հանրային ձայն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Գալստյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ։ Պարոն Գալստյան, հաղորդումը սկսելուց առաջ նախ հիշենք, որ այսօր ապրիլի 2-ն է, 2016 թվական եւ 10 տարի անցավ այդ քառօրյա պատերազմից։ Եվ ցավալին այն է, որ այդ ժամանակվանից սկսեցինք կորուստներ անընդհատ արձանագրել եւ վերջում էլ եկանք հասանք նրան, որ 10 տարի անց Արցախը արդեն հայաթափված է։ Ինչ դասեր պետք է քաղեինք այս պատերազմից, նախ հարգանք մեր խորին խոնարհումը զոհված տղաների հիշատակին, նրանց ծնողներին, ինչ դասեր պետք է քաղեինք, որ 2016-ից հետո չունենայինք 2020-23-ը։ Ну, առաջի ազանգեն էր, որ հայկական բանակը ճիշտ է արտնչեց ինչքան կարողացավ, բայց ակնհայտ էր, որ սպառազինության եւ մնացած տեսակներով զիջում էինք։ Առաջերտին այդ հարցը պետք է կարգավորենք, ցավոք սրտի չկարողացան անեն, պոպուլիզմը մանավանդ վերջում ելակային է, բերեց հասցրեց նրան, որ այսօրվա դրությամբ Արցախը հայաթափված է։ Դասեր չքաղեցինք փաստորեն։ Փաստորեն, այո, բացարձակապես, թե ապրիլյան քառօրյան, թե 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ հայ ժողովրդի մեջ, հայ զինվորի մեջ ոգին կար, ամեն ինչը կար, բայց ցավոք սրտի, ասենց ասեմ, դավաճանված էր պետության կողմից։ Ամեն դեպքում 10 տարին քիչ ժամանակահատված չէ եւ կորուստներից բացի ոչինչ չարձանագրեցինք։ Հուսանք, որ այսուհետ չենք ունենա, հատկապես որ ինչպես վարչապետն է նշում, սահմանին չեն կրակում եւ արդեն կայուն խաղաղություն։ Սահմանին չկրակելը դա հարաբերական է, այսօր չեն կրակում, վաղը կրակեն։ Ես անցյալ հաղորդմանը նույնպես ասել եմ, հիմա նորից կրկնվեմ։ Խաղաղության միակ երաշխավորը ուժեղ եւ հզոր բանակն է, որը որ մենք այսօր չունենք։ Ուժեղ հզոր բանակի մեջ էլ մենակ սպառազինությունը չի, նաեւ ոգին է։ Եթե այսօր սահմանի վրա կանգնած մեր զինվորի վրա ադրբեջանցին գալիս է գոռում, ասում է դրոշը տիճացրա նայել իջացնում է, այդ զինվորին ինչ զինամթերք ուզում ես դու, մեկը դրոշի իջացնել է։ Այսինքն առաջինը պետք է սկսեն ոգին բարձրացնել, հայրենասիրությունը մտցնել, ցավոք սրտի մեր մոտ հիմա հակառակ process է կանում։ Անտոպ միջև Քարոզարշավը ասել այն աստիճանի իշխանության, որ ինչ հայրենիք, որտեղ հաց ընդեղ կաց։ Անդրադառնանք այդ թեմաներին, սկսենք նաև, քանի որ մեծ աղմուկ է Դավիթ Մինասյանի 2 ամսով կալանավորման գործի շուրջ, ուզում եմ լսել ձեր տեսակետը, հատկապես որ, ինչպես դուք եք նշում, այս ապօրինի ձերբակալություններ, կալանքներ, բռնություններ եւ այլն, այս ամենը սկսվել է ձեզանից, երբ հանրությունը լռեց, ձեր հանդեպ չեղավ։ Ոչ մի լռեց, այլ ծափահարում են, երբ որ իմ ամբողջ ընտանիքն էին կալանավորում, անմեղ տեղավորթուս, կնոջս, հարցս միջև հետախուզման մեջ է, ժամանակ բոլորը ծափահարում էին եւ համարում էին, որ դա ճիշտ է, որովհետեւ իրենց քաղաքական հակառակորդի հարցերն են լուծում Նիկոլ Փաշինյանը։ Այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, այդ ամեն ինչը գլխավոր փորձը արեցին, ստացվեց։ Իսկ այսօր ընտանիքներով մարդիկ նստած են գաղութներում, եթե ես չեմ ասում 100, ավելի շուտ երևի 200-300 հոգի մարդ ընտանիքներով արդեն նստած։ ԱՊՕ-ի ձերբակալումը, պատվերով ձերբակալումն ու կալանավորումը դարել է լրիվ օրինաչափություն, ոնց որ առավոտը մի բաժակ սուրճ խմեն։ Ինչ կապված այդ երեխայի հետ իհարկե ցավում եմ, առավել ևս ես վերջերս իմացա, որ ինձ հարազատ մարդու որդի է, առաջի կնոջից։ Ինչ ասեմ, պիտի դիմանան։ Եկեք մի փոքր փակագծերը բացենք, եւ որպես իրավապաշտպան ձեզ եւ մարդ ով անցել է այդ ամենի մեջով, տեսեք հանրությունը հիմա տարբեր կարծիքներ ունի։ Նաեւ շեշտեք, որ այդ ամենի մեջով անցել եմ եւ Սերժ Սարգսյանի ժամանակ եւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Եվ տարբերությունները պետք է ընդգծենք, տեսեք իշխանությունն ասում է գոհ եղեք, որ այդ տղայի զուգարանում չեն տարել ծեծել, այլ օրենքով է նա պատասխան տալու, հիշեցնում է նախկիների ժամանակաշրջանում այդ հաշվեհարդար տեսարանները։ Ուրեմն ինչ վերաբերում է Պողոս Պողոսյանի դեպքին, ես հասկանում եմ իրանք ինչ են ակնկալում, անկախ նրանից, որ Ռոբերտ Քոչարյանը իմ ամենասիրելի քաղաքական գործիչը չի, դուք գիտեք մեր հակասությունները իր հետ կապված, բայց վստահաբար կարամ ասեմ,
Ինձ ոչ մեկ չի կարա համոզի, որ Ռոբերտ Քոչարյանը ցուցում է տվել, որ Պողոս Պողոսյանի սպոն են։ Կամ ծեծելով սպոն են։ Ինչ վերաբերում է այդ երեխային, ոնց որ թե բոլորս ականատես եղանք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ցուցում տալի եւ ոնց են այդ երեխային ծեծում։ Այդ ծեծելուց հետո են տարել կալանքի։ Դե եկեղեցուց հետո դուրս։ Հա, բայց հիմա դες հարց եմ տալի, հնարավոր է, չէ՞ որ այդ ծեծի ընթացքում պատահաբար ոնց որ եղել է Պողոս Պողոսյանի դեպքում, այդ երեխան հերոինանից մահանար։ Բայց կարող էր եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդեպ հարվածը տեղացներ եւ ուրիշ բան ստացվեր։ Ինչ պիտի ստացվեր։ Գալստյան։ Դե հիմա բարձ չէ, կարող է ձերքին ինչ-որ մի գործիք լիներ, այսինքն Չէ, դե հիմա կադրերով բոլորը ստանում են, որ ձեռքերը բաց է։ Դեք ես չեմ ուզում խորանամ, թե Նիկոլ Փաշինյանը դա ինչ գործ ուներ կամ էս աներ, ընդհանրապես կարող եմ անդրադառնալ քաղաքական առումով առաջադրված մեղադրանքին, առաջադրել են պետական գործի քաղաքական գործունեությանը խոչընդոտում, ոչ մեկ սան ուշադրություն չի դարձնում, բայց փաստորեն դատախազությունը նման մեղադրանք առաջադրելով ընդհանրապես արձանագրեց մի բան, որ այս ամբողջ եկեղեցու դեմ պայքարը, բարենորոգումը բացարձակապես կապ չունի Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի հավատքի կամ եկեղեցու բարենորոգման հետ, այլ այդ ամբողջը քաղաքական շոուի արդյունք է, որը արձանագրված է դատախազության առաջադրված մեղադրանքով։ Ես գիտեմ այդ մեղադրանքը խեն առաջադրել են որ ծանրացնեն, հակառակ դեպքում խուլիգանության առաջին մասը կալանք չի նախատեսում։ Այսինքն ուռճացնում է իրավապահ համակարգը։ Այո, իրանք ուռճացրեցին, դրեցին այդ հոդվածը, որ կարողանան կալանքը ապահովեն։ Բայց արդյունքում քաղաքական հետևանքներ կայանում են նրանում, որ գլխավոր դատախազությունը այսօր արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ հավատացյալ է, ոչ եկեղեցի է բարեփոխում, այլ իր ամեն եկեղեցի մտնել հենდելը դա քաղաքական գործունեություն։ Տեսեք, ասեմ, դրանից քաղաքացիական պայմանագիր ավելի շատ դուրս քան թե շահից։ Տեսեք, դեպքի հետ կապված ծնողները եւ արդեն փաստաբաններն էլ փաստեցին, որ Դավիթ ունի մի շարք հիվանդություններ եւ այդ հիվանդությունների հետ կալանքը անհամատեղելի է։ Հանրությանն են կոչ անում, նույնիսկ իր դպրոցի ընկերներին եւ ուսուցիչներին կոչ են անում դասադուլ հայտարարել պաշտպանություն Դավիթի։ Ճիշտ են անում, մենք նույնպես կմիանանք այդ կոչին, մենք ինքներս քանի հրապարակում արել ենք այդ թեմայով։ Մոբիլիզացիա նման երևույթների դեմ մարդկանց կալանավորված անձանց դու մենակ չթողած։ Ասենք ինձ մենակ թողել են, ես գիտեմ դա ինչ է։ Իսկ ոչ միայն մենակ էին թողել, այլ միացել էին նույն իշխանության հետ, առավոտի ծիրիկուն նույն մեր այսպես ճակերտավոր ընդդիմադիրները ինչ ասես ասում էին իմ հասցեին։ Ասում եք մենակ են ձեզ թողել, հիմա Դավիթի կողքին մարդիկ կան։ Այդ հանրությունը ինչ կարող են, հանրային կարծիքը կարող է ինչ որտեղ։ Հանրային կարծիք, որտեղ այսօր դա խնդրական փուլ է, իսկ բոլորին հանրային, որ Նիկոլ Փաշինյանի համար Ադրբեջանից հետո երկրորդ սարսափը դա հանրային կարծիքն է։ Այնպես որ պետք է սպասել, տեսնել, գուցե Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադառնա եւ ինչ որ որոշում փոփոխության ենթարկվի։ Պետք չի Նիկոլ Փաշինյանի ցանկալել որոշում։ Այդ դեպքում հանրային կարծիք, աղմուկ ոնց որ միշտ արվում է։ Բայց տեսեք ձեր դեպքում էլ արվեց այդ աղմուկը, ամեն դեպքում ընդհանրապես թույլ էր, բայց ձեր աջակիցները ամեն դեպքում իմ դեպքում ընդհանրապես մեկ լրատվական, որը եղել է Նոյան Տապանը, որի համար նորից շնորհակալ եմ, որ ընդհանրապես եթերա տրամադրել։ Դեզանից բացի որևիցե մեկը եթեր չի տրամադրել, մեկ ասեմ ավելին, մնացած բոլոր մամուլներով առավոտի ծիրիկուն քաղաքացիական պայմանագրի հետ միացած վերջի հայրենիքներն էին հնչեցնում իմ եւ իմ ընտանիքի հասցեին։ Նկատի ունեք պետք է չէ ձեռքները ծալած նստել եւ հասարակությունը կարող է իր Ես ընդհանրապես մի բան կարամ ասեմ, որ բոլորն են այսօր պարտավոր պայքար են ոչ միայն այդ երեխա այլ քաղաքբանտարկյալների համար, որտեղ եթե այսօր իրանց համար չպայքարեցին, հաջորդ օրը գալու է Նիկոլ Փաշինյանը իրանց հետևից։ Պարոն Գալստյան, իսկ եթե դեպքին նայում ենք, որ դուք ասում եք երեխա եւ նայում ենք, որ ոչ թե արել է Դավիթը 18-ամյա, այդ դեպքը կարող է լինել 21-22 տարեկան չափահաս մարդու հետ կապված։ Եթե ուզում եք ես ընդհանուր դեպքի քրեիրավական գնահատականը տամ, ցենց ասեմ քեզ, տեղ ունենում եկեղեցական արարողակարգ, եթե ներս է մտնում մի մարդ, մոռանանք, որ դա նաեւ երկրի վարչապետն է, որը ուշացել է, ինքը ինչ պետք է արի։ Լուր Մարդկանց ծեծելով պետք է իր համար միջանցք բացի թրիպի միջանցքներ բացում, որ գնար կանգներ առաջ։ Եթե ես վաղը մտնեմ նույն ձևի վարվեմ ցանկացած եկեղեցում, հավատացեք, կստանամ նույն պատասխանը, ինչ որ ստացել է ինքը։
Իսկ եթե ընդունում ենք, որ դա ամեն դեպքում երկրի առաջնորդն է։ Դե ամեն դեպքում երկրի առաջնորդն է ինքպես ինքն ասում, որ ինքը բոլորի առաջնորդն է, առավելևս ինքը պետք է լիներ ուշադիր եւ ավելի հոգատար։ Ընդհանրապես հիմա տղաներին առաջադրվել է խուլիգան բառը, խուլիգանապանը, խուլիգանության մեղադրանքը, խուլիգանության բառի ծագման հետ կապված կա երկու վարկած։ Առաջի վարկածը, որ դա եղել է Անգլիայում մի հատ ազնվորություն, խուլիգան ազգանունով, անդադ կռիվներ արել եւ այդտեղից այդ տանում է գալի, բայց կա ավելի հին պատմական ակնարկ, որ ընդհանրապես խուլիգաններ համարել են այն աղանդավորներին, ովքեր մտել են եկեղեցական ծեսերը խանգարելու։ Հիմա այն ինչ որ դուք տեսնում եք, իշխանության կողմից կատարված է այդ նույն խուլիգանություններ։ Ստացել են համարժեք պատասխան։ Ես բնականաբար չեմ արդարացնում այդ երեխային, կամ այդ մարդուն, լավ, մոռանանք երեխային կամ մոռանանք։ Բայց ամեն դեպքում երկու ստեյք էլ ճիշտ չէր, բայց ամեն դեպքում գալիս է նաև քրեական իրավունքում այդպես այդ սկզբունքը դրած, ով է նախաձեռն է, ով է հրահար է։ Ակնհայտ է, որ այդ հրահարողը երեխան չի եղել, ինքը կանգնած իր աղոթքներ անում։ Ստե բացարձակապես կապ չունի, ասենք ես Նիկոլ Փաշինյանի սիրում եմ կամ չեմ սիրում, կամ այդ երեխան իմ սրտից գործողություն արել, ոչ նման բան գոյություն չունի։ Բայց փաստը մնում է փաստ, որ երկիրը հասել է այն իրավիճակի մեջ, որ կոպիտ եմ ասում, երկրի վարչապետի մեքենայի վրա կարող է մի երեխա թքի, երկրորդ երեխան կարող է վրան ձեռ բարձրացնի, սենց ուր ենք հասնելու, ես չգիտեմ։ Ու այդ ամեն ինչի հիմքն ու հեղինակը հենց ինքն է, գործող իշխանությունը։ Իշխանությունն ասում է դա ընդդիմությունն է իր ատելությամբ այնքան է խոսել, այնքան է ատելություն սերմանել, որ նույնիսկ հիմա այս մատաղ սերունդն է։ Գոնե թե ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գետ մի հոգի մարդ, որ ատելություն սերմանելու մեջ կմեղադրի ընդդիմությունը։ Ատելությունը այս ազգի մեջ մտել է 18 թվականից, իրանց հանրայից սև ու սպիտակ ներկա նախկին բաժանումից։ Եվ առավոտի ծիրիգուն նայ քաղաքացիական պայմանագրի խոսույթը առավոտի ծիրիգուն ատելությունը։ Բնականաբար ցանկացած ատելություն ծնում է հակադարձ։ Իշխանությունն ասում է սա հարված էր ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ պետությանը։ Բացարձակապես պետությունը դրա հետ կապ չունի, նույնիսկ պետք է չվիրավորել պետությանը, որտեղ ես չեմ կարծում, որ պետությունը կարող է գար եկեղեցական աղարողություն խանգարել, մի հատ էլ իրան հարված են կամ չհարված են։ Եթե այս ամենը ամփոփենք եւ վերլուծենք, սխալը որտեղ է։ Սխալը սկսել է 8 տարի առաջ ազգը սև ու սպիտակի բաժանելու։ Սխալը սկսել է այն ժամանակվանից, երբ որ երկրի ղեկավարը իր դիրքերից իջել է, շատ կներեք շրջակից ներքև մակարդակի։ Նայեք խնդիրը որն է, եթե ես կանգնում եմ փողոցում հայհոյում եմ ինչ-որ մեկին վերջի բառերով, եւ դի չզարմանա, որ ինձ նույն ձև պատասխանում եմ։ Օրինակ դուք կարեք պատկերացնեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա մեկը փորձեր տես ձեռ բարձրացնել։ Հիշում եք այն ատելությունը, որ կար Լևոն Տեր-Պետրոսյանի։ Բայց դա անում են կամ վախից, այսինքն վախենում են չեն անում, կամ հարգում են չեն անում, պարոն Գալստյան։ Վախի մտնոլորտ կարան չվախենան, կարան ատեն որպես քաղաքական գործիչ, բայց ամեն դեպքում անձի պահվածքը եւ մնացած ամեն ինչը նաեւ ձգում էր, այսինքն այդ պետականությունը այդ մարդիկ կրում էին իրանց վրա։ Այս դեպքում դու նայում եք այսօրվա գործող վարչապետին, ես պետականություն չեմ տեսնում այնտեղ։ Հալավ հասկացանք նախընտրական, հալավ հասկացանք, բայց ամեն դեպքում այդ ինստիտուտը պետք չի այդ աստիճանի վարկաբեկել։ Սա դրա հետևանքն է ընդհանրապես։ Մեր երիտասարդության ժամանակ մենք կարանք սիրենք դպրոցի դիրեկտորին, կարանք չսիրենք դպրոցի դիրեկտորին, բայց տենում ենք, ձգվում ենք։ Հիմա դա վախ էր թե հարգանք։ Դե հիմա արդեն վախ թե հարգանք, այստեղ է որ կանգնում ենք փաստի առաջ։ Հիմա իր դեպքում ոչ վախը կա, ոչ հարգանքը։ Այս է բանաձևը, երկուսն էլ կորած է։ Ինքը այնքան մարդ անմեղ բռնեց, որ այսօր եթե առաջ ասենք ինձ որ կալանավորել էին, բոլորն ասում էին ընտանյոք հանդերձ, բոլորն ասում են վայ տեսեք մեղադրանքները եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն, այսինքն կար նաեւ հասարակական ճնշում, որ այո, այս մարդ իրոք կարող է հանցագործը։ Բայց իznից հետո այնքան անմեղ մարդ կալանավորեց, որ էլ այսօրվա դրությամբ դու որևիցե մեկին չես վախեցնում կալանքով, բացարձակապես։ Որ նույնիսկ եթե այս դեպքը ընդունում ենք իրավաչափ է, նորից հանրության մոտ կարծիք է առաջ։ Իհարկե։ Հիշում եք այն աղջկան, որ բան էին արել։ Արտգործնախարարության։ Միակ մարդը ես եմ եղել ամբողջ հանրապետությունում, որ ստատուս դրեցի
Կարծում ձեր մոտ եմ ասել, որ չեմ հավատում։ Եվ այդ աղջիկը արդարացվելու է։ Չեմ հավատում, որտեղ ինձ լավ ոչ մեկ չգիտես իրավական համակարգը ոնց է գործում։ Պատվեր են տվել այդ աղջկան մատաղացրել սարքի։ Բոլոր մեդիաներով վերջի բառերն ասեցին այդ աղջկան, թե իշխանական, թե ընդդիմադիր ընդ որում։ Մենակ իշխանության ջոբը չգցենք։ Վերջում արդարացավ։ Հիմա բդխան, նայեք զավեշտը որտեղ է, էլի, ատելությունը, մարդու ճակատագիր կործանելու, լավ, հանրությունով այդ աղջկան էլի ինչ անբարոյական պիտակ ասես կպցրեցիք։ Կյանքում չեմ տեսել, չեմ ճանաչում, նույնիսկ կապ չունեմ հետ։ Ասենք ստատուս ենք դնում, որ ասում ենք մարդը արդարացվել է հայրենիքի դավաճանությամբ։ Բացակույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածում, ասում է չի արդարացվել, վերավորակել ենք պաշտոնական դիրքի չարաշահմանը։ Զանգել եմ ասում եմ եղբայրներ դուք իսկ կարաք մի բան բացատրեք։ Պաշտոնական դիրքի չարաշահումը ու հայրենիքի դավաճանությունը համահուն չէ։ Որ ասում ենք արդարացել է հայրենիքի դավաճանության մեջ, ինչն ենք սխալ ասում։ Այդ եկեղեցու դեպքը այս ամեն ինչի հետևանքն է։ Երբևիցե ինտրիգները, երբևիցե կլյաուզան, երբևիցե սուտ խոսալը, երբևիցե մարդկանց վրա շառանելը, որևիցե լավ բանի չի հասցնում, ընդ որում այդ նույն բոլոր գործողությունները կազմակերպող են։ Կարճ ամփոփեմ, դատապարտելի է, ցավալի է, առավել ևս որ տեղի ունեցել եկեղեցում, բայց սա այն կլասիկ հայկական ժողովրդական առածն է, որ ինչ ցանել ես, այն էլ հնձում ես։ Հիմա բումերանգը իրանց տարածած ատելության ամեն ինչի, բումերանգը կամաց հետ է գալի։ Ես վստահ եմ, որ իրանց էլ արդեն հաճելի չի, երբ որ հիշում են իրանց մայրերին, իրանց ընտանիքի անդամներին, իրանց կանանց։ Ընդ որում ըստ եթե չեմ սխալվում ժողովուրդ օրաթերթի Նիկոլ Փաշինյանը ներքին կարգով բոլորին ասել է, որ ապրիլի 1-ից զսպվածություն եք դրսևորելու, այնպես որ Եթե չեմ սխալվում, 6 ամիս առաջ էլ ինքը մի հատ տենց պոզ դրեց, որ այսօրվանից սկսած բարևարկության կանոնները ոչ բան չեն կանում, իր գունը մտա բանի, վայապարը հասային վերջի հայրանքները տվեց։ Հիշեք, մենք գործ ունենք մի հատ ուժի հետ, որի համար խոսքը արժեք չունի։ Եվ եթե ամփոփենք Դավիթի հետ կապված, նկատի ունեք, եթե հանրային կարծիքը այսպես լինի, իհարկե։ Պետք է մենակ չթողնել։ Իհարկե, պետք է մենակ չթողնել։ Հետևենք Այստեղ էլ գալիս ենք հասնում ենք ախր այնպիսի բաների, որ նմանատիպ դեպքերում, երբ որ քաղաքական ուժերը կամ հարային դեմքերը փորձում են օգնել այդ ընտանիքին, մի անգամից ընտանիքն ասում է խնդրում եմ մի քաղաքականացրեք, որտեղ եթե որ քաղաքականացնենք, մեր երեխուն չեն թողա։ Իշխանությունը դա էլ օգտվում։ Եթե չեն քաղաքականացնում, բայց քարոզարշավը դեռ չսկսված արդեն դեպքերը կան։ Չի բացառում, որ քարոզարշավի ընթացքում էլ նման դեպքեր կարող են լինել։ Այդ դեպքում ինչ անընդհատ պետք է այդ թիկնապահների պետք է կրվի ազգը, չեմ ասում ձեռնամարտի բանը։ Գուցե հորդորեք, որ նման իրավիճակներից խուսափեն։ Այսինքն ինչի՞ց խուսափեն։ Այսինքն եթե մարդիկ կանգնած են պատարակի ժամանակ, ներս է մտնում մի հատ հերոսակախում, սկսում է մարդկանց ծեծել, խուսափեն, ինչի՞ց։ Բայց ասում են ծեծը առանց առիթի չի եղել, չէ՞ ծեծը։ Դե ես իշխան տեսել եմ կադրերով, միգուցե սխալվում եմ, մտնում են մարդկանց բրդում են, ասում են այդ շարքից հետ եկեք, կոնֆլիկտը սկսում է դրանցից։ Բայց կարող էր եւ չսկսվել կոնֆլիկտը, եթե ինչ անեն, զիջեին իրանց։ Դե ինստիտուտին նային, որպես այդպիսի։ Որ ինստիտուտին։ Այդ ներսում առաջացած։ Եթե ինստիտուտը դուրս է գալի իր լիազորությունների սահմաններից, ինքը դադարում է ինստիտուտ լինելուց։ Դե հիմա մեզ լսողները կասեն, որ դուք բռնությունը արդարացնում եք։ Բացարձակապես չեմ արդարացնում։ Ես ընդհակառակը կոչ եմ անում ինստիտուտներին մնան իրենց տեղը եւ հասարակությանը հարգեն ինստիտուտը։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը, պարոն Գալստյան։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա, Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Ապրիլի 1-ին ազգային տեխնիկային թատրոնում կկայանա հեղինակային երգի բարեգործական երեկո։ Այս անգամ երգանները հավաքվել են ի աջակցություն Հուսո տուն բարեգործական կենտրոն հիմնադրամի։ Ամերիկի ընթացքում դուք կարող եք ունկնդրել Ռուբեն Հախվերդյանի, Երևանի ոսկյաշուն, Էդուարդ Զորիկյանի, Մուրացկանին, ֆանականին, ճգնավորին միանձնոհուն Արմինե Հայրապետյանի, Հայկ Պետրոսյանի, անցած օրեր, դարձած ուշեր, Գագիկ Շիբոյանի, Կյանքի ճամփով միշտ Արեգ Նազարյանի Սուտանկերը մարդից կորած իրական եւ Վախթանգ Հարությունյանի կատարումները Ժամանակին արեգակից չրակի լույս փոքրիկ վառը եւ ձեր մասնակցությամբ մաս կազմել այս կարևոր գործի։ Միասին կարող ենք անել ավելին։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Fast Ticket կայքից։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Գալստյան, եթե ամփոփենք, ամեն դեպքում անչափահասի մասնակցությամբ է տեղի ունեցել միջադեպը եւ ցավոք վերջին շրջանում անչափահասների մասնակցությամբ սպանություններ, դանակահարություններ, վեճեր, կռիվներ, այսինքն այդ պորտկումները ինչպես պետք է կարողանանք կառավարել։ Հասարակությունը իր անելիքը ունի, պետությունը իր անելիքը, ծնողը իրենը, դպրոցը իրենը, սկսած մանկապարտեզից, մենք մանկապարտեզին հիմա կառադառնանք, ինչ պետք է անենք այս մատաղ սերնդին այս պորտկումներից ձերծ պահելու համար։ Ասեմ ձեզ, գոնե թե ես թե դուք սովետական միության ծնունդ ենք։ Հիշում եք ինչ ինստիտուտներ ուներ սովետական միությունը։ Վսկապնել ենք հիշում, որ կանխարգելի ինչ միջոցառումներ ուներ, ամեն դպրոցում իր թաղային ներկծված, կոչվում էր անչափահասների գծով տեսուչ։ Ցավոք սրտի այսօր մեր իրավապահ համակարգը աշխատում ընդամենը մեկ ուղղությամբ, Facebook-ում նայով վարչապետի ասեն ված ստատուս կրե գնա դրա հետևից, մեկ էլ իր աթոռոպայ, ուրիշ ոչի բանով չեն զբաղվում։ Արդյունքն էլ սա է։ Դրան գումարեք, որ ամբողջ սոցիալական ցանցերը հեղեղված են ատելությունով, վերջի հայհոյանքներով, դա էլի գալիս է իշխանության կողմից իր ֆեյքային պոակներն են։ Մեկ ես իմոնց հանձնարարել եմ, արդեն մոտավորապես մի 6000 հատ դից ունենք ջնջած, որ բլոկ են կարել գցել ենք մի կոմի վրա։ Մի օրվա, երկու օրվա բացված է ջրում։ Երբ որ իշխանությունը կդադարեցնի այս ամեն ինչը, բնականաբար նես չի, որ մենակ իշխանությունը ունի ֆեյք են, նաև ընդդիմությունն է դրանից օգտվում, այս հայհոյանքը երբ որ կվերանա, դա էլ կվերանա։ Միշտ հիշեք, երբ որ աղմուկը շատ է, առողջ խոսքը չի լսվում։ Երբ որ աղմուկը շատ է, բանականությունը լռում է։ Եվ աղմուկի հեղինակները ովքեր են։ Իշխանությունը։ Իշխանությունը որպես պետության գլուխ, որպես այս ամեն ինչի պատասխանատու։ Սա խնդիրը Նիկոլ Փաշինյանը չի, ասենք, ես լինեի իշխանության գլուխ նման վիճակ լիներ, ելի մեղավորը ես էի, որովհետև դա իմ անմիջական պարտականությունն է։ Այն ձեր բոլոր ասած խնդիրները կարգավորելու։ Բայց այս մարդիկ դրա փոխարեն ինչ են անում։ Ոչ մի բան։ Կրծքազարդով Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա եւ հանդիպում է Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման մասին խոսենք եւ այդ կրծքազարդի իմաստը որն էր։ Ինչ էր ուզում դրանով ասել, արդյոք դա ուղղակի պարզապես կրում էր, թե դա ուներ մեսիջ ինչ որտեղ։ Դե ախր ես չեմ ուզում շատ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանին եւ խոսալ։ Դե իմաստիպած են երկրի վարչապետի այցներ։ Ասեմ ինչի համար, որովհետև այն ինչ որ առավոտից իրգուն ասում են իր հասեին, դժվար է դրան ինչ-որ մի բան ավելացնել։ Լավ, կանադառնամ կրծքազարդին։ Դա հələ հանգիստ թողանք, որ դա ինքը դա կրում էր Պուտինի մոտ։ Այս մարդը ունի կպչուն մտքեր, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Հիմա այդ կպչուն մտքերից մեկը դառել է այդ կրծքազարդ։ Մի ժամանակ հիշում եք, էլի Հայաստանի քարտեզներ, որտեղ գնում էր Պապկայից հանում էր։ Հետո կպչուն միտք առաջացավ Գարեգին բեին հանելու համար։ Ես ավելի շատ այս ամենը չի կնայի հոգեբանական դաշտից, ոչ թե ինչ-որ քաղաքական կամ տակը ենթարկտեքս կամ կոնսպիրոլոգիա կտեսնեի, սա է։ Իսկ վերաբերվում է ռուսական այցին, ես անընդհատ այդ Սամվել Կարապետյանի այդ խոսույթները, որ ասեցին կիսապայմանավորված կամ բան, դա դնում եմ մի կողմի վրա, ինձ ընդհանրապես մի հարց էր հետաքրքրում, էլի ինքը Ռուսաստանի Դաշնության նախագահին հարցնելու էր, թե խի է Ռուսաստանը հիբրիդային հարձակում իրականացնում Հայաստանի վրա։ Եվ ինչ պետք է հարցներ եւ պետք է ստանալ ստույգ պատասխան դրա դիմաց։ Դա խնդրեմ, ես նստեմ տան մեջ Հայաստանում ասեմ Ռուսաստանը վրա հարձակվել է, գնամ այնտեղ խոսամ բարեկամությունից։ Այդ հարցի պատասխանը ես չլսեցի։ Ով էր ում հետ կոշտ խոսում։ Իմ մոտ գիտեք ինչ տպավորություն էր, ոնց որ մենք լավ ֆիլմ ունենք, Թթենի։ Հիշեցիք։ Ծառումն է։ Այո, բրկ։ Երկու պերսոնաժներին հիշում եք, չէ՞, մեկը Պուչուր, Կոլոտ, Ճաղատ, մյուսը Բոյով, հաղթանդամ, ոնց որ արջ։ Այն որ գալիս է սրան բռնում է, որ ասում է տղեկս նայում են, էլի թող երկու հատ չափալախն։ Իմ մոտ Թթենու տպավորությունն էր։ Բայց լուրջ հարցեր քննարկվեցին, պարոն Գալստյան, Ուրեմն ես վստահաբար ասեմ, որպես քաղաքականության մեջ մազերը սիպտակած մարդ լուրջ հարցերը բաց քննարկման ժամանակ
երբևիցե չեն քննարկվում։ Բաց քննարկումները, որը որ կամերաների տակ է, տեսախցիկների տակ է եւ տարածվում է, նախորդ պայմանավորված սցենարներն են։ Հիմա հաջողվել է մեր երկրի վարչապետին այդ սցենարը համաձայնացնել։ Ինչ ա եղել կուլիսներից հետևը, ոչ մեկ դա չգիտի, դժվար է թե կարողանա իմանալ շատ սահմանափակ թվով մարդիկ։ Բայց որևիցե լուրջ խնդիր տեսախցիկների առաջ երբևիցե չի քննարկվել, աշխարհի պատմության մեջ չի քննարկվել։ Ձեր վերլուծական միտքը թույլ է տալիս, որ դուք ասեք կուլիսների հետևում ինչ է եղել։ Օրինակ, մեկ հարց թե Այն ռուսերեն լավ խոսք է, ասում է «боюсь предположить»։ Հեսա ցենց ասում վերադարձավ կարծում 1-2 օրվա մեջ սրացումներից կերևայել թե ինչ աղը։ Սրացումները որտեղ։ Հայաստանի Հանրապետության իր ֆիզիոլոգիական սրացումներից կերևայել։ Բայց ամեն դեպքում բան չունեք ասելու, թեկուզ ակնարկեք դա երկաթգծի հետ է կապված լինելու, սահմանների հետ է կապված լինելու, թրիփի հետ է կապված լինելու, խաղության հետ է կապված լինելու։ Թրիփի համար ես իմ կարծիքը արդեն ասել եմ, ոչ, հիշում եք մի անգամ ձեր մոտ եմ ասել, նորից թրիփ չի լինելու, առավել եւս եթե Իրանը ոնց որ թե հաղթում է ամերիկան պարտվածա դուրս գալի, թրիփը մոռացանք։ Իրանը չի հանդուրժելու թրիփ, Ռուսաստանը չի հանդուրժելու թրիփ այս ձևաչափով, որքան էլ Ամերիկան ու Թուրքիան ուզենան, չի ստացվելու։ Թրիփ հանցանք։ Համի կերպ կարա գործարքի, եթե վերահսկողությունը տալուսներին տղել Ամերիկան կպատժի, ամենայն հավանականությամբ չի լինելու, բայց դրանից բացի այս Իրան-ամերիկյան պատերազմի ավարտից հետո թե ինչ հարաբերություններ կլինեն Իրանի եւ Ադրբեջանի մեջ, դա էլ մենակ Աստված գիտի։ Թրիփի մասով։ Երկաթուղին ինչ։ Ուզում եմ երկաթուղին վեկալի ռուսների ձեռից քաբլիցի։ Ունի այդքան փող որ կամպենսացնի։ 60 տարվա պայմանագիր ունեն, եթե չեմ սխալվում, կոնցեսիայի։ Առավելվեց, որ Ռուսաստանը ոնց որ թե իր պարտավորությունները կատարում է։ Մարիա Զախարովան էլ է ժամանակ առ ժամանակ հիշեցնում, որ այդ նման քննարկումներ չկան, այնպես որ Ինձ թվում է հիմնական քննարկում եղել է իր վերընտրվումը, մտածում եմ, որ նաև կարող է դիմել է, որպեսզի Սամվել Կարապետյանին հետ կանչի։ Ոչ թե հետ կանչի, այլ Բայց զրույցից այլ բաներ, չէ՞, զրույցը այլ տեղ էր տանում։ Այդ զրույցը Թթենին է։ Զրույցը կոնկրետ Թթենին է։ Ես ասեմ ձեզ, որ իրականում կուլիսներից հետո դուս կարող է այդ խնդիրն ա եղել, որ միջամտի հանի։ Ետ կանչի, այսինքն դրությունների չմասնակցի։ Չէ, ոչ թե ետ կանչի, ետ կանչել, եթե մենք ասում ենք, նշանակում է ընդունում ենք, որ ինքն է ուղարկի, այլ միջամտի, որ չեզոք հասնի։ Բայց կարծում եմ գնաց կգնացել է։ Հարգելի հայրենակիցներ, Նոյանտապանը կրկին եթերում է։ Պարոն Գասյան, եթե ամփոփենք Մոսկվայի այցը փաստորեն Մոսկվա ինչ տեղ ունեցավ։ Ну, կարամ մի նախադասությունով ասեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահան Նիկոլ Փաշինյանի իր ընտրություններում թողած մենակ։ Այդ ամբողջ թթենու ներկայացումը վկայում էր միայն դրա մասին։ Եվ կուլիսներում Սամվել Կարապետյանի չեզոքացնելու խնդիրն էր, որը կարծում այո, որը որ մերժվեց։ Կհետևենք ամեն դեպքում իրադարձություններին, զանգեր շատ ունենք։ Մի բան էլ ասեմ դրա հետ կապված, այնտեղ նույնիսկ փորձեցին որոշակի բոնուս տան Նիկոլ Փաշինյանին, որ ասում է դե մենք Արցախը ճանաչեցինք այն բանից հետո, երբ որ միջև երկու անգամ դուք եք ասում, ասենք ինչ-ինչ այս ռուսական մտքի ճկունությունը շատ լավ գիտեմ, էլի։ Հիմա ուղղակի ես կարամ հռետորական հարց հնչեցնեմ, հիմա ասենք Նիկոլ Փաշինյանը մի 10 անգամ հայտարարել է, որ Լուգանսկը եւ Դոնբասը դա Ուկրաինան են եւ ճանաչել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, բայց ոնց որ թե դա չի ստիպել Պուտինին ճանաչի դա Ուկրաինայի կազմում։ Լսենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Ալո, բարև, այո, Տիկին Մարի, բարև, բարև, պարոն Գալստյան, ողջունում եմ ձեզ հեռավոր կլենդերից։ Պարոն Գալստյան, ես ձեզ շատ եմ հարգում, բայց շատ կանխատեսումներ կա ձեր ասած, որ չեն եղել։ Հատկապես հիշում եմ 22 թվականին դուք ասում եք, որ հաջորդ գարուն Ուկրաինան պարտվելու է
Ուկրաինան դեռ կանգուն է եւ մաշում է Ռուսաստանին արևմուտքի օգնությամբ։ Գիտեք, իմ համար մեծագույն ողբերգությունը Հայաստանի քաղաքական ուժերի մեջ որքան տարածված է ռուսական նարատիվները, քանի դեռ դրանք տարածված են, Նիկոլին հանել չի հաջողվելու, քանի որ ժողովուրդը հիշելու է, թե Ռուսաստանը ինչ արեց Արցախում, Ջերմուկում եւ այլուր, եւ ինչպես արևմուտքը փրկեց Հայաստանը։ Ցանկանում եմ մեկ այլ կանխատեսման հետ կապված ձեզ հարց տալ։ Դուք ասեք Ամերիկան կպարտվի եւ Իրանը կհաղթի։ Կբացատրեք, թե ինչի հիման վրա եք դուք ասում, որ Իրանը հաղթելու է, հաշվի առնելով, որ Ամերիկան վերացրել է 3 շերտ Իրանի ղեկավարության եւ դա ընդամենը 1 ամսվա ընթացքում, որ ոչնչացրել է Իրանի ողջ նավուժը եւ օդուժը եւ սկսում է դրոներով արդեն հարվածել այդ նրանց ոստիկաններին եւ համարյա 10 կամ 20 տարի հետեքցել ամբողջ արդյունաբերությունը։ Ինչի վրա հիմա վրա եք դուք եզրակացնում, որ Իրանը հաղթելու է։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ զանգի համար։ Լավ, գան վերջից նա ասենց օրինակ բերեմ, էլի, ասենք մտնում ես համացանց, եթե դու ընդդիմադիր հայացքներ ունես, դնում ես ընդդիմադիր պատկերը։ Բայց երբ որ մտնում ես նիկոլական ինչ-որ մեկի էջով, դեռ ուրիշ Հայաստանի հետ գործ ունես։ Ես խորհուրդ կտամ մեր լավագույն մարկանցից մեկին, նայել ոչ միայն ամերիկյան քարոզչությունը, այլ նաև իրանական կամ ավելի անկախ տելեգրամյան կանալները։ Ինչի եմ համոզված, որ Իրանը կհաղթի, ու հաղթանակը ստեղ տնանում չի կարողանա, որ գալու է Վաշինգտոնը գրավի, այլ կդիմանա։ Որտով են կայծակնային բլիցկրիգը Տրամփի մոտ չի հաջողվել։ Երկրորդը նույնիսկ 3 շերտ ղեկավարություն վերացնելուց հետո այդ ազգը կարողանում է իր մեջ ծնի մարդկանց, որոնք կարողանում են պայքարեն հանուն իրենց երկրի։ Կարծես թե պատրաստ ունեն այդ կադրերը անընդհատ։ Այո։ Բացի այդ, նաև այլ կանալներով Տրամփի հայտարարություններից ավելի քան ակնհայտ է, որ Տրամփը ինքն է ուզում արդեն մեջից դուրս գա։ Սա է խնդիրը, խորհուրդ կտամ նաև մեր ընկերոջը նայել այլ, բացի ոնց են ասում պաշտոնական լրատվությունից, նաև դիտել այլ բաները, ավելի բարձ պատկեր կլինի, առավել ևս, որ իր կոալիցիոն գործընկերների մեծ մասը արդեն հրաժարում է Ամերիկային էլ խնդրում է, որ իր բազաները իր մոտից տեղափոխի, որովհետև հանգարում է իր անվտանգությանը։ Սա դրա հետ կապված Ուկրաինայի հետ հարցին, ես հիշում եմ, որ դες բան ասել էի, բայց ես դա ասել եմ այն ժամանակ, երբ որ նոր էր սկսվել ամեն ինչ։ Ասենք ոչ մեկ չէր պատկերացնում, որ Ամերիկան եւ Եվրոպան Բայդենի վարչակազմը այդքան փող կգցի։ Այսինքն դուք նկատի ունեք, երբ երկու ուժերն են Ռուսաստանի դաշտությունը եւ բնականաբար, 22 թվին էլ ավարտվելու էր։ Եթե հիշում եք, մինչև Կիև հասել էին։ Ամեն ինչ փոխվեց, երբ որ խառնվեց այդ ամեն ինչ։ Մեզ որ նշի, որ մենք Նաստրադամուսն ենք, բայց ամեն դեպքում բնականաբար արդյունքում եղավ այնպիսի մի իրավիճակ, որ ամբողջ աշխարհը կռվում է Ռուսաստանի դեմ, սել Ուկրաինայի պատերազմը չի։ Ու 4 տարի է, որովհետեւ արդյունքի չեն հասնում։ Նույն վիճակը լինելու է Իրանում։ Ինչ վերաբերում է ռուսական նարատիվներին, ես խորհուրդ կտամ եւ մեր ընկերոջը եւ մնացածին, ախր նայեք, ոնց որ 18 թվականից հետո, երբ որ մի հատ թթու խոսք էր ասում, իշխանությունը դառնում էր Քոչարյանական, եթե մի թթու խոսք ես ասում, Ռուսաստանին դառնում ես արևմտամետ, նրանց ես ասում դառնում ես ռուսամետ։ Ոչ տիկին Մարի, ոչ հարգելի հեռուստադիտող, ես ոչ եմ, ես հայամետ եմ։ Դες ավելի շատ ռուսամետ եմ համարում։ Դե հիմա իսկ կարա նաև սոցիալ-դեմոկրատ համարեն, դատախազն համարում է, որ ստեղծել եմ հանրային ձայն կուսակցությունը, որ զավթեմ իշխանությունը։ Ով ինչ ուզում է, թող համարը, ես ո գիտեմ, ես ով եմ։ Ես ոչ ռուսամետ եմ, ոչ արևմտամետ եմ։ Սա մեկ, երկրորդը չեմ կարծում, որ արևմուտքը փրկել է մեզ։ Արևմուտքը մեզ չի փրկել 15 թվականին, ընդհակառակը նախապատրաստել է ցեղասպանությունը։ Արևմուտքը մեզ երբևիցե չի փրկել
առավել եւս Սան Ստեֆանովի պայմանագիրը իր արևմուտքն է չեղարկել թուրքերի հետ կապված։ Բացի այդ արևմուտքը մեզանից շատ հեռու է։ Բայց մեր սահմաններին չեն կրակում, ունենք դիտորդներ եւ պետք է ընդունել, որ Սյունիք եթե չմտա, ես այդ օրինակը ձեզ մի անգամ եմ բերել, նորից եմ բերում։ Հիմա ձեր տաղավարն։ Եթե ամեն անգամ գամ կեղծոտ կոշիկներով մտնեմ, կանգնեմ այս սեղանին, այստեղ ոչ մեկ ինձ ոչ մի բան չի ասի, բնականաբար ես դե չեմ կրակի։ Բայց երբ որ դուք փորձեք ինձ դիմադրեք, կարող եք կրակել։ Չկա դիմադրություն, չկա Արցախ, դրա համար չկա կրակոց։ Այսքան բան։ Ադրբեջանի Հանրապետությունը ինչ ուզում է, այս մարդը տալիս է, ապուս չի կրակի։ Իր պատրոնն անգամ ափսոսում է։ Դա խաղաղություն է։ Ինչ ուզում են էլ անում են։ Ոնց ուզում են անում են։ Խի պետք է կռվեն։ Այդ դիմացինը չի դիմադրում։ Այ մենք խոսում ենք բանից, չէ, եկեղեցում տեղի ունեցած իրավիճակից։ Կռիվը ինչի համար է սկսվել այդ միջադեպը։ Երբ որ երկրի ղեկավարը շքախմբով մտել է, սկսել է մարդկանց բրդելով գալ, հասել է այդ երիտասարդներին, սրանք դիմադրել են, որ չդիմադրեն ոչինչ չէր էլի, չէ։ Դե ասենք խաղաղություն, հա։ Երիտասարդները դիմադրել են, եղել է ստի չկա։ Միջադեպ։ Դրանց ինչ ասեն սահմաններում խաղաղություն չի, դիմադրություն չկա ընդհանրապես։ Երեկ իմ Բերտոն զինվորական երեկ իմ մարդը պատմում ասում է թուրք կապիտանը գալիս ասում է դերոշը տիչծրած մաշա դա բրած сейчас հայ զինվորը դերոշա է չստում էլ խիպտի կրակի լավ ամեն դեպքում կհետևենք սահմանային իրադարձությունների եւս խաղաղությանը որը իշխանությունները պնդում են որ խաղաղությունը կա քանի որ գուցե մեր ժամանակը չհերիքի ես իմ հարցը ուղղեմ եթե ժամանակը կունենանք այլ հարցեր կտամ ձեզ ընտրություններին մասնակցելու եք պարոն Գալստյան Հարային ձայնը ունի որոշում մասնակցելու ընտրություններին մասնակցում է միայնակ բայց բացը համագործակցության համար բոլոր այն ուժերի հետ ում համար որ Մասիսը դա մեր ինքնությունն է աշխարհի ամենագեղեցիկ սարն է ում համար որ ցեղասպանությունը եղել է եւ դա պահանջատիրություն չի այլ հայահազգի հարթարացի պահանջա դրա ճանաչումը ում համար որ Արցախը Ադրբեջանի կազմում չի ես պատերազմի կոչ չեմ անում այլ նույնպես մեր ինքնության մասն է եւ մինիմում գոնե թե արցախցիները պետք է ունենան վերադարձ իրավունք Բաց ենք նաև համագործակցության են մարկանց հետ ում համար հայկական արժե համակարգը, ընտանեկան արժեքները սփության սփոցն։ Մենակ է գնալու, որքան ունեք այդ ռիսկերը հաշվարկել եք, Ռիսկերը հաշվարկել ենք բոլոր սոցիալապլուսներով, ընդ որում նաև մեր ընդդիմադիր գործընկերների սոցիալապլուսներով, ոնց որ թե հարային ձայնը 5% անցնում է։ Վստահ եք այդքան։ Ցենց ասեմ, միջև չփորձենք չի երևա։ Իսկ համագործակցությունում հետ եք պատկերացնում, պարոն Գալստյան, ամեն դեպքում այս պարամետրերը ունեցող ցանկացած ուժի հետ։ Բայց դուք տեսանելի ինչ որ ունեք քաղաքական ուժեր։ Կոչով դիմում ենք, տեսնենք կան տենց ուժեր ընդհանրապես, կարող է չկան։ Գուցե կան չեն ուզենան ձեզ հետ, հա, հնարավոր է նման։ Անձնավորեն այստեղ գաղափարները, ոչ թե գաղափարները։ Բացառված չի նայվեց, բայց չի առաջարկներ ունենք, հիմա հաճախերապարակ եմ։ Կերևա, բայց ամեն դեպքում հարային ձայնը գնալու առանց դաշինքի ինքը իրանով, բայց պատրաստ է համագործակցել։ Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև՝ Կարապետյան կամ Փաշինյան։ Ինչու է այսպես ուժեղ Հայաստանը իր հայտարարությունները եւ ընդհանրապես պարոն Գալստյան, եկեք ասենք, որ երբ խոսում ենք ընտրությունների մասին ընդդիմադիր դաշտը դա ինչպես վարչապետն է ասում, եռագլուխ կուսակցություններն են։ Ծառուկյան, Քոչարյան եւ Կարապետյան։ Ինչու այս փոքր, այսպես ասենք, դե նրանց եթե խոշոր են համարում, դուք էլ նշանակում են մանր ուժերն եք։ Ինչու դրանց մասին չի խոսվում։ Արդյոք այդքան վստահ են, որ դուք իրենց չեք անհանգստացնելու եւ մրցակից չեք։ Կանոններն ատեց, Նիկոլ Փաշինյանը այնտեղ ձեռնատու է, որ ներկա նախքին խաղը շարունակի, ասում են նրանք չկան սարանք են գալու ժողովուրդ վախացնի Ծառուկյանով կամ Ռոբերտ Քոչարյանով կամ Սամվել Կարապետյանով։ Ոնոմա Տիկին Մարիձս մի բան ասեմ,
Ես Նարեկ Կարապետյանի ասացի վրա որևիցե մեկնաբանություն չեմ անի զուտ մի պատճառով, որովհետև նախընտրական փուլում մեկնաբանել ընդդիմության որևիցե գործի արտահայտությունները դա իշխանության ջրաղացին ջուր գցել է, դրա համար համեստորեն կլարեմ։ Բայց ամեն դեպքում ընտրություն հանրությունը ունի անելու։ Բնականաբար, նորից եմ ասում, այն որ ասում ենք պատրաստ ենք համագործակցության, հանրությունը դրա մեջ պիտի ընտրություն անի։ Մենք հայ ենք, թե չէ, քրիստոնյա ենք, թե չէ, Մասիսը մեր ինքնությունն է, թե չէ, ցեղասպանություն եղել է, թե չէ։ Դες ես չեմ ասում հաց, ջուր, դպրոց։ Այդ ամեն ինչը կարած ձեռք բերես։ Ես խոսում եմ այն արժեքների մասին, որի կորուստի դեպքում անվերականգնելի է։ Հույս ունեմ, որ մի օր կարող է գոնե կարողանան մեր սերունդները Արցախ վերականգնել։ Իսկ ուծե գրած կաք, պարոն Գալստյան։ Այ միջալոց գրածի հետ կապած հրապարակում արել է, չգիտեմ կարդացել եք թե չէ։ Կարդացել եմ եւ ԿՊ ընտրություններին կպարտվի, ասել եք Ռուբեն Ռուբինյանը եւ հաստատի ԿՊ-ականներ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կասկած անգամ չունե, որ ԿՊ-ն ընտրություններում պարտվում է։ Այսինքն դա պարտության գոչ է։ Իհարկե։ Որտեղ եթե դու պարտության դու հաղթում ես եւ ձևավորում ես համանդրական մեծամասնություն։ Խիպտի Սամվել Կարապետյանը իր ձեռները տակ Քոչարյանին կամ հակառակը, իմաստ չկա, համաձայն եք։ Եթե դու դրանով վախացնում ես ժողովրդին, դու նշանակում է հիմիկվանից հայտարարում ես, որ մենք պարտվել ենք, Սամվելն է ձեզ խաբում, հա, մեր պարտությունից հետո վարչապետ է դարձել Քոչարյանը։ Այսինքն դուք ընդունում եք, որ պարտված եք, սկսենք դրանից, կետ առաջ։ Այս նույն եկեղեցու պատմությունն անգնում են էֆորիայի մեջ, ինչ-որ նարատիվ են վեկանում, սկսում են տանել, բայց չեն հասկանում նարատիվի հակադարձ էֆեկտը։ Բոլոր տեղերը ասում եք 70% ձեր ունենք։ Խես $1 միլիարդ վրա գրած գալի, եթե դու գրած ես գալի $1 միլիարդ ստավկա ես դնում, խաղադրույք, դա նշանակում է քո համար անբեկանելի է, չէ՞ այդ իրադրությունը, որ Սամվել Կարապետյանը ձայները տալիս է Ռոբերտ Քոչարյանին, դա կարող լինի մենակ մի դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը պարտվել է։ Ու դու այնքան վստահ ես ձեր պարտության վրա, որ $1 միլիարդ խաղադրույք ես տվել։ Եթե վստահ եք պարտության, իրենց պարտության վրա, ինչի ասում, սպիտակ թղթի վրա գրեք ինչ է պետք, ես դա կանեմ, նույնիսկ ինքնասպանություն։ Այսինքն սա նայեք։ Ռուբեն Ռուբենյանը վստահ է, որ պարտվել է։ Վստահ է, որ իրաց պարտությունից հետո Սամվել Կարապետյանը իշխանությունը սիճելու է Ռոբերտ Քոչարյանին։ Այնքան վստահ է, որ $1 միլիարդ է դնում։ Այնքան վստահ է, որ ասում սպիտակ թղթի վրա գրեք, ես կեթամ կկախվեմ, եթե սասենս չլինի։ Այդքան վստահ է Ռուբեն Ռուբինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը, որ Նիկոլ Փաշինյանը պարտվում է։ Պարտվելուց հետո էլ Սամվել Կարապետյանը ձեները տալու է Ռոբերտ Քոչարյանին։ Էս է իրանց ասածը։ Մենք պարտվում ենք, վարչապետ է գալի Ռոբերտ Քոչարյանը։ Ես մի քիչ սկեպտիկ եմ այդ հարցում, չեմ կարծում, որ այն որ կարող է պարտվեն, ընդունում եմ, բայց որ Սամվել Կարապետյանը իր ձայները կտա Ռոբերտ Քոչարյանին, խիստ կասկածում։ Հարգելի հայրենակիցներ, նոյնտապ անակրկին եթերում է եւ ասեմ, որ քիչ հետո մենք դուրս կգանք ABC-ից եւ կշարունակենք մեր YouTube-յան եւ Facebook-յան էջերում մեր հարցազրույցը, այնպես որ կարող եք հետեւել։ Պարոն Գալստյան, մենք զանգ ստացանք, ընտրական այսօր էս գրքով իշխանությունը միայն, այսինքն Փաշինյանը չի պարտվի, կհաղթի, այսպես է բնութագրում։ Մեր հերոստատիտողի մտավախությունները իրոք ճիշտ են, խայտարակ ընտրական օրենսգիրքը, բայց դե ունենք այն ինչ որ ունենք։ Հիմա ասենք ընտրական օրենսգիրքը վատնենք, չպարտվի, չպայքարենք։ Բայց ամեն դեպքում դուք եք գտնում, որ ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս։ Բավականին շատ, բավականին շատ, ես հիշում եմ 21 թվականին մեր համանդրական բողոքը հենց կոնկրետ ուղղված էր ընտրական օրենսգիրքի բացերի վրա, ցավոք սրտի սահմանադրական դատան արձանագրեց խախտումները, բայց ասեց էական չէ։ Բայց իմ կարծիքով դրանք էական են եւ լուրջ ազդեցություն են ընդհանուր միջև սկսած քվեարկության ձևից։ Այն որ իշխանությունը կարա վերահսկի ով ինչքան է քվեարկել, ում օպտին որ ժամին ինչքան է քվեարկած, նախորդ կարա իմանա այն որ քվեաթերթիկները չեն պահպանվում եւ հիմա չեմ ուզում ծարաբեռնալ, ամեն դեպքում պայքարա միակ երկրում իշխանություն փոխելու ձևն են ընտրություններն են։ Իշխանությունը ասում է մենք չենք լցնելու այդ քվեաթերթիկներով տուփերը, այնպես որ մարդիկ օբյեկտիվորեն գալու է եւ մեզ են ընտրելու։ Որ մարդիկ, որոնք ամեն հասցեի վրա 500-600 հոգով գրանցեն են։ Ընդ որում այդ գրանցումների հետ կապված չկա օրենք, որ հետևի կամ
Դա Չէ, կա, հիմա օրենք անե, որ մեր տանը, ձեր տանը առանց մեր ցանկության։ առանց մեր ցանկության, առանց մեր իմացության։ Հանել ախի չի անել։ Առաջ գոնե մենք դի համաձայնություն տանք, հիմա մեր համաձայնությունը պետք չի։ Եվ Այսինքն վաղ կարող է մեր հասցեում գրանցվի 500 հոգի, գնան Նիկոլ Փաշինյանին ընտրեն։ դրա դեմն առնելու տարբերակը որը պետք է լինի։ Պետք է այն կոպիտ ասած կուսակցությունները դնեն, նայեն ամբողջ համապետական ցուցակները, համակնումների դեպքում հանեն։ Եվ վերջին հարցս մեր ժամանակ արդեն մոտենում է ավարտին, շահել եք Եվրոդատարանում, որ գործի հետ կապված։ Սա Սերժ Սարգսյանի ժամանակվա կալանավորումս եւ արդարացումս որ եղել է, հիմա Եվրոդատանը նաեւ ճանաչել է, որ ի սկզբանե առաջի օրվանից սկսած իմ կալանքն եղել է ապօրինի։ Ինչ վերաբերում է Էզմի գործին, արդեն առաջի հացյանը Եվրոդատանի անցել է, գտնվում է 3 դատավորների մոտ, շատ արագ գնաց այս անգամ։ Հույս ունենք մինչև եկող տարվա մեջ Եվրոդատանը այս կալանքս էլ ապօրինի կճանաչի, ուտով նես տպավորությունը ոնց որ արդեն ես մշտական հաճախորդ եմ Եվրոդատարանում։ Բայց ցավալի է վերջում այդ գումարները որտեղ է պետք է ձեզ ետ վերադարձվեն։ Թե Եվրոդատարանը փոքր փոխհատուցում տվել է 1200 եվրոյի չափով, իսկ այն որ Նիկոլյան դատարանները մտածում էին մերժել էին հայցային վաղեմություն էին իրար եւ կարճել էին բանի վրա փոխհատուցումը, նոր հանգամանքով դիմել ենք վճռաբեկ դատարան, որ վերանայենք, սկսենք քննել։ Հիմա քննեն լավ չեն քննի, նորից կգնանք Եվրոդատարան։ Եվ պարոն Գալստյան, որպես ավականո անդամ ուզում եմ մի հարց ուղղել ձեզ։ Երևանի TV 94 մուսուլման կապարտեզի շուրջ մեծ աղմուկ էր։ Ծնողները պահանջում են տնօրենի հրաժարականը, ստորագրություններ են հավաքել։ Ճիշտ ասած, երեք տեսել եմ, ծնողների կարծիքները լսել եմ, ցավոք սրտի չեմ լսել տնօրենի կարծիքը։ Այդ խնդիրը որն է, էլի, այս ինչ որ ասում կոչվում է մեդիա գրագիտություն։ Ես երբևիցե կարծիք չեմ կարող ասել, եթե չլսեմ երկու կողմը։ Քանի որ ինքս տարբեր մեդիա մանիպուլյացիաների զոհ եղել եմ, ինձ շատ դժվար է դրա մեջ մտցնել։ Ցավոք սրտի տնօրենին չեմ լսել, ինչն է խնդիրը։ Եվ եթե լսում եք, ինչու է հենց մանկապարտեզների եւ ընդորում սա առաջի դեպքը չէ։ Եղել են եւս դեպքեր։ Նորից եմ ասում, երկու կողմը պետք է լսեմ, որ կարողանամ կարծիք ասեմ։ Ամենադեպս այս կողմը, որը ասում էր սենց դայակներին հանում է, վիրավորում է, անպատիվ խոսքեր է ասում։ Լուրջ ինչ-որ պատճառ, հերքում է, տնօրենը հերքում է, լուրջ ինչ-որ պատճառներ չտեսա ես։ Համարում տեսա, ոչենի տեսա, չեմ կարող հասկանում, էլի ասում ես, ոնց էր ասում ես մեկին տեղափոխեց տե, սրան տեղափոխեց տե, որ սրա տեղը բերի մեկին դնի պահակ ոշում։ Մի խոսքով չեմ կարող ասել, երկու կողմը պետք է լսենք, հիմա բանը, խնդրել եմ մեր ավականիներին, որ մի հատ գնան այցելեն տեղում հասկանան։ Դե կարծում եմ հաջորդ անգամ կունենանք արդեն որոշակի տեղեկատվություն։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Գալստյան այսօրվա հաղորդման համար, հետևենք իրադարձություններին, ժամանակը շատ քիչ է, 2 ամիս է մնացել Հայաստանի Հանրապետություն։ Եվ հույսներս մեզ վրա դնենք։ Միանշան։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։